Marken կուզեմ անդրադառնանք նաև փառաքար դեպքերին, առավոտ լույսը բացվեց ողբերգական լուրով, տեղյակ եք արդեն չմանրամասնում փառաքարի համայնքի։ Ցնցված եմ, որովհետև սա որքանով որ հիշում եմ վերջին տարիների ընթացքում առաջին դեպքն է, որ ընտրված պաշտոնատար անձ է սպանվում, այն էլ ընդդիմադիր, եւ այս իմաստով բնականաբար այն խստիվ դատապարտում եմ։ Եվ ես կարծում եմ, որ ոչ միայն իրապահ մարմիններից մենք պետք է պահանջենք, որ բացահայտեն, այլ նրանց հիմնական օրակարգը այն պետք է լինի, որ ոչ թե նայեն տեսնեն ով է հուսակրոնությունը խախտել, ով է դա քնել, ով ինչ արել, ով ինչ ա ում հետ խոսում, այլ հստակ իրենց աշխատանքը կատարեն, օպերատիվ ինֆորմացիան իրացնեն եւ կանխեն նախապատրաստվող հանցագործությունները, սպանությունները։ Ոչ թե սպանությունից հետո ասեն մանենք գալի գտնենք տենանք հլետով էր այդ դիմակավորված անձը։ Դա դա post factum Այս ամենքի մեջ քաղաքական ենթատեքստ կա, որտեղ տեսեք ընդդիմության մի հատվածը փորձում է ըստ իշխանությունների շահարկել, որ սա քաղաքական հարց ենթատեքստ ունի, քաղաքական սպանություն է, կամ առնվազն իշխանությունների թողտվության հետևանք է։ Իշխանություններն էլ մեղադրում են, ասում են դուք ոնց որ թարմ դիակի վրա դիվիդենդ եք։ Ես չեմ ուզենա, որ որևէ կերպ մենք մարդկանց ողբերգությունը շահարկման առարկա է դա շահարկվի, բայց այստեղ շատ կարևոր բան կա։ Սպանվող անձը ով է։ Երկու անգամից մի անգամ ընտրվում է համայնքապետ, process-ներ են տեղ ունենում, երկրորդ անգամ ընտրվում համայնքապետ, process-ներ են տեղ ունենում, դա նա սպանվում է։ Բնականաբար մարդիկ իրավունք ունեն կասկածներ ունենալու։ Բայց այստեղ ինձ համար կարևորը գիտեք որն է։ Ինձ համար կարևորը որն է, ես բան չեմ, էլի մենք օպերատիվ աշխատողներ չենք, իմանանք սա։ Անկամ եթե ասեն վենդետա, չգիտեմ ինչա, չէ, բայց պետության դերը որն է։ Բայ օպերատիվ ինֆորմացիան իրացնում են, եթե իմանում են, որ կա վրեժխնդրություն, որ X-ը ուզում է գնալ սպանել Y-ին, պետք է իրանք դա կանխեն։ Ոչ թե ինֆորմացիան ունենան, տեղյակ լինեն, հետո դեպքը տեղի ունենա, հետո ասեն, վայ, բա պետքա գտնենք տենանք հələ հետո արել։ Դա արդեն անդառնալի է այդ կորուստը։ Ես դրա համար եմ ասում, որ մեր ապա համակարգը չպետք է զբաղվի որևէ քաղաքական գործի հերախոսները լսելով, հետո այդ լսած խոսակցությունները իրար կպցնելով, մեղադրանք դարձնելով, ոնց օրինակ Բագրատ Սրբազանի ձայնագրություններն են կեղծվել, այլ պետք է զբաղվեն իրական օպերատիվ քրեական աշխատանքով եւ հանցագործությունները կանխեն, որ մարդ չսպանեն իրանց տան դռան դեմը։ Դրանով պետք է զբաղվեն։